շուտ ըմբռնում էր նյութը, այնպես ինչպես որ նա ըմբռնում էր շուտ ստեղծագործությունը։ Շատ հիացավ, երբ որ Յուրմալայում առաջի տեղը բռնեց, եւ ավելի շատ հիացա, երբ որ ինքը ռուսերեն չկարողացավ խոսել։ Որևէ ֆալշ նոտա ես նրա մեջ չեմ տեսել։ Նա վայրի ծաղիկ է։ Ունի սպորտային բնավորություն, կամքի ուժ։ Իսկ որոշ քաղաքենի անասուններ ասում էին, վայ, ռուսերեն չկարողանա, իսկ չի պիտի նա օտար լեզվով կարողանա խոսել։ Նրանք, ովքեր նրան համարում են ոչ ինտելեկտուալ երգչուհի, ես նրանց հրավիրում եմ դիպված հաղորդմանը, որովհետեւ մեկ անգամ փորձենք, թե ինչպիսին նրանց ինտելեկտուալ մակարդակը։ Եվ զարմացնի ոչ թե իրեն ռուսերենի իմացությամբ, այլ զարմացնի իր երկեցողությամբ, որը որ ավելի կարևոր է երգչուհի մասնագիտության համար։ Որպես մարդ ուշքը զգնում է իր համար, որովհետև անընդհատ որից տեսնում ասում է, բարև Ռուբեն Ախվերդյան ջան, տենց ինձ ոչ ոք չի դիմել։ Իմ ամենասիրելի երգչուհիներից մեկն է Հայաստանում։ Հիմա պարում եմ։ Ողջույն, մեր հյուրն է այսօր անզուգական Սոնա Շահգելդյանը։ Ողջույն Սոնա։ Ողջույն։ Սկսենք տեսանյութի վերջին կադրերից։ Երբ ստացար առաջարկ նկարահանվելու այս տեսահոլովակում, արդյոք չկար մտավախություն, որ այս պարը կդառնա քննադատության ևս մեկ առիթ։ Նախ ողջունեմ նախ ձեզ շատ սիրում եմ ձեր հաղորդաշարը, սիրով եմ այստեղ եկել։ Չէ, ես ընդհանրապես չեմ վախում քննադատություններից, սիրում եմ միշտ քննադատում եմ, սիրում եմ։ Առիթ է սիրում տալ նաև։ Միգուցե առիթներ լինում են, բայց հենց ուղղակի չեն լինում այնպես, որ ես ուղղակի առիթներ տամ։ Տենց ստացվում է ուղղակի։ Սոնա, դուք հասարակության մեջ ունեք ուղամիտ, ուղախոս, համարձակ մարդու համարում։ Դա կյանքի, այսպես ասած, հետևանք է հանգամանքների, թե փոքրիկ Սոնան մեծացել է հենց այդպես։ Ես կարծում եմ այդպես եմ հենց եղել, մանկուց մեծացել եմ եւ չեմ փոխվել, դա է կարեւոր մարդու մեջ եւ իմ ընտանիքից է եկել այդ ամենը։ Ես սիրում եմ, որ մարդիկ ընդհանրապես չեն փոխվում, ինչպիսին որ կան, նրանք միշտ մնում են։ Կարևորը դա է ինձ համար։ Սոնա, շատ կռվարար ես եղել, տղաներին ծեծել ես։ Փոքր ժամանակ։ Նախ Հա, շեշտեց։ փոքր ժամանակ։ Նախ մինչև երբ ես տղաներին ծեծել։ Դες չեմ հիշում կոնկրետ երբ, դպրոցական հասակում բնականաբար եւ հաճախել եմ նաեւ մանկապարտեզ, այնուհետեւ դպրոց եւ իհարկե մանկապարտեզում ես ծեծել դպրոցում։ Դες աշխուժ երեխա եմ եղել եւ շատ չարաճճի, միջև հիմա կարող եմ ասել այդ ջիղը մեջս կա։ Իսկ ինչ պետք է աներ տղան, որպեսզի դու նրան ծեծեիր։ Բակում էլ էի ճիշտ ասած Արևիկ ջան ծեծում, եթե իրանց սխալ էին պահում, պետք է անպայման մի լավ դաս տայի։ Ներողություն, այդ սխալը ո՞րն էր։ Դե չէ սիրում վատ բաներ, եթե բնականաբար տեսնում եմ վատ բաներ, ինքս չեմ կարողանում անցնել այդ ամենը եւ բարկանում եմ եւ միգուցե այն բարկությունը այդպես եմ էլի արտահայտել։ Սոնա երգչուհի որ չդառնայիք, ինչ լավ ուսուցչուհի կդառնայի։ Միգուցե ուսուցչուհի տատիկս է եղել, 40 տարի ավել դասավանդել է։ Հենց քեզ էլ։ Պատմության ուսուցչուհի է եղել, այո, շատ սիրում եմ նրան։ Եվ ասեմ ինձ էլ է դասավանդել, այո, բայց շատ խիստ է եղել ու պահանջկոտ։ Իսկ Նույնիսկ իմ դասղեկն է եղել Արևիկ ջան։ գիտենք, մենք դրան անդրադառնալու ենք։ Սիրով։ Իսկ երբ խոսքը գնում էր ծեծելու մասին, մեկ հարված թե այդպես սկսում էր Ես եւ հարվածներ չի եղել, որ ասեմ մի քանի հարվածներ։ Մեկ։ Չէ, կարող է բղավեի իմ այդ ձայնով, sense կտրուկ բաներ անեի ու արդեն բոլորը զգաստանային, բայց տեսել եմ, որ կենթանիների հանդեպ իմ սերը, որ չխփեն կենթանիներին, վատ բան չանեն, միգուցե աղբը չնետեն, ես տենց մի քիչ ուրիշ ձև է, էլի երեխա եմ եղել, լավ պահանջկոտ ավելի ու անտեղի չեմ սիրել երբեք վիրավորել մարդկանց եւ երբեք կռվել նրանց հետ, ես այդ իրավունքը կարծում եմ չունեմ։ Լավ, գնանք դեպի այն մաքուր անամպ մանկությունը։ Գնանք։ Երբ փոքրիկ Սոնան նմանակում էր, խաղում էր, դերեր էր նույնիսկ անգիր անում, բայց դարձավ երգչուհի։ Իսկ այդպես էլ դերասանուհու կարիերան, այդպես ասեմ, հա, ձեզ մնաց անհասանելի։ Ինձ երազում թվում է էիք։ երգչուհի կամ յուրաքանչյուր ինչ որ մի բնագավառ, որ արդեն քեզ հոգեհարազատ է կամ ընտրում ես, դու կարծում եմ պետքա դրան շատ հարմար լինես եւ դա պետքա լինի ի վերուստ։
Աստծո կողմից տրված եւ պետքա, եթե ես չեմ սիրում երգչուհի դառնալ, կարող եմ ասել երգչուհի ծնվում են, նույնը սպորտսմեն, նույնը դերասանուհի, բայց հետագայում արդեն որ քեզ վրա աշխատում ես, մեծ ճանապարհ ես անցնում, ավելի բնականաբար դա պետք է։ Այ հիմա նորից գնանք դպրոց, որտեղ տատիկը աշխատում էր, ձեզ էլ դասավանդում էր, տատիկի դպրոցում լինելը օգնում էր ակտիվ Սոնային, թե խանգարում։ Միգուցե օգնում էր նաև շատ հարցերում, բայց տենց հարաբերություններ չի եղել։ Ես նրա թոռնիկն եմ, պետք է ամեն ինչ ես այնպես անեմ, որ ինձանով ուշադրություն դարձնեն եւ թեկուզ իմ գնահատականները բարձրինի չէ, երբևիցե չի եղել, նույնիսկ ես լավ պատասխանել եմ, մի քիչ շատ վատանշանակել ու շատ խիստ ու պահանջկոտ տատիկ ունեմ ընդհանրապես եւ եղել է նաեւ իմ դասղեկը ուսուցչուհի։ Սոնա, ես առաջարկում եմ դիտենք տեսանյութը, տեսնենք ինչպիսին էր Սոնան հենց դպրոցական տարիներին։ Սիրով։ Սոնա Շագերտյանին ճանաչում եմ դեռ այն ժամանակից, երբ նա սովորում էր Ստեփան Զորյանի անվան դպրոցում իմ կնոջ Մարո Իսահակյանի դասարանում։ Այն ժամանակ նա միշտ հավաքույթների զարդն էր, որովհետև առանձնանում էր դասարանի աղջիկներից իր աշխուժությամբ եւ երգով։ Միշտ հավաքույթներին ելույթեր ունենում։ Սոնա, այսպես, այստեղ ենք երկու, որ մենք քեզ հետ միասին Ես նրա երգերը մի քանի անգամ լսել եմ այդ ժամանակ դպրոցում, հետո մեր տանը, երբ մարտի 8-ին ամբողջ դասարանով եկան շնորհավորելու իրենց դասղեկին։ Միշտ ասում էր Սիրունիկ Սոնա, այդպես էր Սիրունիկ Սոնա, այդ անունը ես որ հարցնում էի միշտ ինչպես է Սիրունիկ Սոնան, միշտ նա ասում է որ նա այսօր նույնիսկ ելույթ ունեցավ, նա իր երգերով այնպիսի հմայք էր ստեղծել այն ժամանակ, որ միանգամից առանձնանում էր ամբողջ դասարանի աղջիկներից։ Սոնա Շահգերդյան, 12 տարեկան։ Ով է աշխատում, բարիքները միշտ առնում, ով է ծնվում, որ միշտ լիանա, ով է կանգնում այս լույս տեսնում։ Գերազանցիկ չէր, ասենք սովորելու մեջ, բայց ինքը երգով արդեն իր տեղը հաստատել էր, ասենք դասարանում, դպրոցում, բոլորը ճանաչում էին։ Ես ճիշտ նայած Սոնայի երգերը հավանում եմ, բայց ուզում եմ առանձնացնել հատկապես նրա մի երգը Հարսի շորը։ Դա հրաշալի երգ է եւ այդ ջերմակ սպիտակ ազգեստ, ասենք ջերմակ զգեստքաստու այդ հարսի շորերով շորերը զգեստը շատ համահնչուն է նրա կատարմանը։ Այսօր մենք հավաքվել ենք շուրջը հարսի, մեր թագուհում մեր աննման վարլույսի։ Սիրելի Սոնա, դու անպայման ունես քո երկրպագունների ունկնդիրների լսանը եւ այսուհետեւ դու ավելի կարող ես ընդարձակվել, հասնել քո իսկական ամենալավ երազանքներին այն դեպքում, երբ համեստությամբ, ասենք եւ կատարելագործելով քո երկարվեստը ավելի հախուռն ձևով, ավելի ընդարձակ ձևով ներկայանաս քո երգերով։ Իմ սիրելի Սուրեն Մուրադյանը, շատ սիրում եմ, հպարտեմ, նույնիսկ հուզվեցի, բայց կարողացա ինձ զսպել։ Սոնա, դու կարծում ես, որ բարդ ճանապարհ ես անցել։ Ո՞րն է կյանքիդ ամենամեծ, բայց հաղթահարված դժվարությունը։ Կարծում եմ յուրաքանչյուրը պետք է բարդ ճանապարհ ունենա, անցնի, որ այդ ամեն ինչը զգա, եթե տրվում է քեզ ամեն ինչ հեշտ ու միաժամանակ կորցնում ես այդ ամեն ինչը շատ հեշտ։ Իրոք դժվար ճանապարհ ունեցել եմ եւ հաղթահարել եմ։ Այս բանին ինչ հիշեցիր։ Շատ բաներ։ Օրինակ։ Օրինակ թիկունքից հարվածել են։
Չեք ուզում խոսել։ Չէ, ես մի քիչ ուժեղ անձնավորություն եմ, բայց ամեն դեպքում Միայն ուժեղ մարդը կարող է չվախենալ իրար արցունքներից։ Լավ, իսկ հիմա որ այ հիշեցիք, դուք ինչ ասենք իմ ընկերները, որ հիմա չկան, Մարգ Սաղաթելյանը կամ հետ որ կարողացել եմ ինչ-որ մի կյանքի փորձ ունենալ եւ անցնել դժվար է իրոք։ Չգիտեմ, կուզենամ որ բոլորը լավ ապրեն ու բոլորը լինեն։ Քիչ առաջ երբ խոսում էիք ձեր մոր մասին, ես հասկացա, որ կարող եմ այստեղ այս պահին ասել, որ ձեր դժվար պահերին, այդ ամենադժվար իրավիճակներում ձեր կողքին առաջին հերթին ձեր մայրն է եղել։ Մայրիկս ինձ մեծացրել է բնականաբար միայնակ, բայց քանի որ նա ինձ համար եղել է համ հայր, համ մայր, ընդհանուր ես չեմ սիրում ընդհանրապես միշտ խոսել այդ թեմայով կամ բարդացնել, բայց ամեն դեպքում ինձ կարծում եմ մեծացրել է շատ լավ։ Բոլորը գիտեն, որ դու շատ ես սիրում կենդանիները, այսօր էլ մի քանի անգամ նշեցիր։ Մի անգամ նույնիսկ ասել ես, որ կենդանիները ավելի բարի են, քան մարդիկ։ Որոշ մարդիկ իհարկե, բոլորը չեն կարող տենց լինել։ Գոնե խոսել չգիտեն, ի տարբերություն շատերի։ Ուղղակի նրանք ավելի անպաշտպան են, դուք նշեցիք, չեն կարողանում խոսել, իսկ մարդիկ կարողանում են իրենց նաև պաշտպանել եւ բնականաբար խորամանկել եւ նաև հարվածներ հասցնել։ Շատ բարի են, իրանք լրիվ ուրիշ ինձ համար ուրիշ աշխարհ են։ Կոնկրետ շունիկներին շատ եմ սիրում։ Իսկ ինչու հատկապես Շանը, օրինակ կատու չեք սիրում։ Ես բոլորին խնամում եմ, պահում եմ, նույնիսկ բակում ունեմ կատուներ, շնիկներ, որ նրանց ուտացնում եմ, խնամում եմ, պահում եմ եւ բոլոր մեր բակի երեխաներին այդ ամեն ինչը ես միգուցե սովորեցրել եմ, վատ բան չեմ անում, որ նրանք էլ հենց մանկուց իմանան, որ չի կարելի խփել, հարվածել, իսկ մարդիկ այսօր շատ են չարացել, թե ես չեմ կարող մեղադրել ոչ մեկին, իրավունք չունեմ, բայց կարծում եմ պետքա լինես լավատես, քո կյանքը ավելի լավ կլինի։ Իսկ հիմա որպեսզի ոչ միայն մենք, այլև մեր հեռուստադիտողը համոզվի, թե ինչպես եք դուք սիրում կենդանիներին, դիտենք տեսանյութը։ Այսօր ձայն չի հանում, այսօր վիզը ցավում է։ Անայց հազար ձայն ունի։ Մեկ ասում եմ Սոնա, դու որ երգում ես, ամեն մեկին տիրոջը քաշում է, չէ՞ Շունը իր բնավորությամբ ամեն ինչով։ Ինչ է դու թաթիկը դուր։ Արի պարկի քորեմ, պարկի հիկա ջան, պարկի քորեմ։ Կենդանիներ շատ է սիրում։ Ընդհանրապես որտեղ ենք դուրս գալիս ավտոտնակից մեքենան Սոնան հանում է, դուք պետք է տեսնեք այդտեղի պատկերը, բոլորը տեսնում են ու զարմանում են։ Այնպեսի ձայներ է հանում, այնպես արագ է վազում իր ետևից, որ մի փոքր ցավ ունեցել երեք այնքան է վազել Սոնայի հետևից։ Փոքր ժամանակ իրեն շունը կծել է, բայց այդքանից հետո ինքը կենդանիների նկատմամբ սերը ավելի երեխաներ կան, որ հակառակն է, չէ՞ լինում վախից հետո բան, ես հիշում եմ, որ տարանք սրսկեցինք, շունիկը կծեց մեր բակի։ Ինքը ընդհանրապես շատ է սիրում, չգիտեմ, ցանկացած կերտանի, թռչուններ, մրջուններին տեսնում, ասում է ձեր հանկարծ ոտքով չքայլեք վրայից, ճանճը որ ճանճ է ուզում ենք խփենք, ճանճին ասում է հանկարծ չխփես, թող ապրի էլի մամա։ Դուք պատկերացեք իր խիղճը, ինքը շատ խղճով է։ Սանկտ Պետերբուրգում համերգ ենք ունեցել մի քանի տարի առաջ, այնպես ստացվեց, որ Էրմիտաժի դիմացում դերասանուհիները կանգնած են, որպեսզի քեզ ուղեկցեն կարգով, ձիերով, որպեսզի դե գիտեք, իրենց բիզնեսն է դա։ Նստեցինք ձիերով, որ պետքա կարգով մի ուղակի մի շրջան շրջեինք։ Ինքը մի փոքր անցավ ձին ու ասեց, «Վա, ինձ ասեց, դու ես ինչ մարդ ես, անխիղճ»։ Ես իշտում եմ, անպայման պետք է նստես, որ քեզ ձին տանի, դու քեզ լավ զգաս, ես ինչ տեսակ մարդ ես, վախ քեզ իջա, ու ինքը իջավ այդտեղից, այդ հիշում եմ, որ անպայման պետք է տանջեք այս ձիերին, ինքը այդ աստիճանի խղճի տեր անձնավորություն է, ես չգիտեմ, դա երևի ամեն մարդու մեջ չի, որ տրված է։ Կենդանիներին էլ մի կողմ թողնենք, Սոնա, հասել ենք անձնականին, խոսելու ենք անձնականի մասին։ Դու ամուսնացել ես, բայց կարծես թե չիմացանք, երբ չիմացանք, ինչպես իմացանք, որ ամուսնացել ես, ով է այն մարդը, ով կարողացավ քո սիրտը գրավել։ Նախ դու ես ամուսնացել, շնորհավորում եմ, քեզ առիթ չեմ ունեցել։ Երկուսիդ էլ շնորհավորում եմ։ Ուրախ եմ, շատ սրտանց։ Ես ասեմ, որ այո, ամուսնացել եմ, թող արդեն բոլորը իմանան, ես բազմիցս նշել եմ, չեմ վախեցել արտահայտվել, թաքուն պահել, բայց ուղղակի հարսանիք չեմ արել։ Ով է նա։ Այդպես ստացվեց, աստծո կամոք այդպես ստացվեց։ Նա լավ մարդ է։
Ինչով գրավեց քեզ։ Իր տղամարդկությամբ, հենց մարդկությամբ, անկեղծությամբ, մի խոսքով լավ մարդ է, ինձ համապատասխան մարդ է միգուցե, եւ շատ դժվար է ընտրել, չէ, քո կողակցին, որ հետագա կյանքդ պետք է նրա հետ անցկացնես, ընտանիք ունենաս, շատ դժվար է։ Իրականում շատ մարդիկ կան, որ ամուսնանում են, չէ, ուղղակի ամուսնության համար զուտ եւ հետո բաժանվում են։ Ես չեմ ցանկանա ոչ մեկ, որ բաժանվի, միայն թող լավ լինեն, երջանիկ լինեն, ամենակարևորը սերն է ինձ համար, առողջությունը, առաջնահերթ սերը։ Իսկ գրավեց շատ բաներով գրավեց։ Սոնա, երբ իմացա, որ դու ամուսնացել ես, առաջին միտքը, որ ինձ սկսեց տանջել, դա այն էր, որ հանկարծ այնպես չլինի, որ Սոնան փոխվի, որովհետև հաճախ տղամարդիկ այնպիսին են լինում, որ ցանկանում են իրենց նման, չէ, տեսնել ամեն ինչ։ Դու բնական այնքան լավն ես, որ ես վախեց, ասա, այս Սոնան չփոխվի։ Չեմ փոխվել, երբեք չեմ փոխվի, դա ասեմ, եթե չեմ փոխվել արդեն այս քանի տարիների ընթացքում երբեք չեմ փոխվի, ուղղակի շատ բաներ արդեն նայում եմ այլ, իմ մեջ շատ բաներ հղկում եմ, փորձում եմ որ լինեմ միգուցե մի քիչ լավը ավելի դեպի քանի որ մենք սիրում վախենում եմ հղկես։ Չէ, ինձ ոչ մեկ չի կարող փոխել, նայել, ես այնպեսին կամ ինչպեսին ինքին սիրում է, գնահատում է, ընդունում է։ Ձեր ամուսինները կփորձեն ձեզ հղկել, ասեք, որ դուք արդեն որպես հղկված ադամանտ իրենց ձեռքում եք հայտնվել, այլևս հղկելու կարիք չկա։ Ուղղակի ասեմ, որ նա չի սիրում այդպես սայթերով երևալ, եթերներով երևալ, ես չեմ կարող նրան ստիպել։ Իսկ շատ բաներ դեր արժևում են, անակնկալներ, միգուցե, եւ եթե նա ցանկանա իր թեկուս լուսանկարը կամ լինի, ես դեմ չեմ լինի, բայց հարգում եմ նրա որոշումները, մենք հարգում ենք երկուսս միմյանց, կարևորը դա է։ Եթե ես իմը ասեմ, նա իրենն ասի, բնականաբար մենք իրար երբեք չենք հասկանա։ Պետքա զիջողական լինի, թե աղջիկը, թե տղան, կարծում եմ։ Կարևորը մենք հանգիստ ենք, որ անձնականում ամեն ինչ լավ է։ Հա, անձնականում շատ լավ է ամեն ինչ, գոհեմ։ Եվ գիտեք ինչ, հարսանիքը շատ լավ բան է, կարծում եմ, Արևիկ ջան, շատ լավ բան է, բայց հիմա այնպես ստացվեց, որ ես հարսանիք չարեցի, միգուցե հետո մի փոքրիկ ինչ որ տենց միջոցառում կարևորը որ լինենք երջանիկ։ Իսկ շատ հարցերում նա ասում է, ես ուրիշի կյանքը չգիտեմ, չեմ ցանկանա, որ իմն էլ իմանամ։ Ամեն դեպքում սխալ չի ասում։ Նրա որոշումն է, բայց ես բացահայտ ասում եմ։ Ուղղակի հարսանիք չեմ արել այդքանը։ Եվ անցնենք ֆիլմին Հյուսիս հարավ։ Ինչպես ստացվեց, որ դու մասնակցեցիր ֆիլմում եւ փաստորեն կրկին բնականաբար չկար վախ քննադատված լինելու։ Չէ, չեմ քննադատվել, եթե ինչ չեն սիրում։ Իրականում լրիվ հակառակը, բոլորը հիացել են։ Ես չգիտեմ, զարմացել եմ, դե բնականաբար զարմանում ես, չէ, Հայաստանում որ մի բան անում ես, դա շատ ողջունելի է։ Ես ասեմ, որ առաջարկը ստացել եմ Շարմ ընկերությունից եւ շատ ուրախ եմ դրա համար։ Զարմացար։ Չէ, այդքան չզարմացա ճիշտն ասած։ Փոքր հասակից խաղացել է, պատրաստվել է դերի համար։ Բայց այնքան լավն էին նրանք, այնքան պրոֆեսիոնալ, այնքան լավ մարդիկ են, որ նրանց հետ հաճույք եմ ունեցել իմ դերը խաղալ, իմ կերպարում հանդես գալ։ Սոնա, բոլորը միաբերան ասում են եւ քննադատները եւ հանդիսատեսները, որ այո, հազվադեպ է պատահում, որ այս կերպարը ձեզ հաջողվել է։ Դա նրանց կարծիքով, իսկ ձեր կարծիքով ի՞նչն է եղել կարևորը, հիմնականը, որ ձեր կերպարը հաջողվեց։ Անկեղծությունը, համարձակությունը եւ շինցու ձևական բաներ կարծում եմ չեմ արել, խաղացել եմ այնպիսին, ինչպիսին ես զգացել եմ այդ ամենը։ Եվ բարդույթներ երբևիցե չեմ ստեղծել, շատ հեշտ է եղել ինձ հետ կատակներ եմ արել, ես այնքան կատակներ եմ արել, որ նույնիսկ չեմ հիշում։ 10 օր է եղել իմ կոնկրետ իմ այդ կերպարները եւ դրա հետ համեմատել եմ իմ այլ աշխատանքները եւ ամեն ինչ բնականաբար հասցրել եմ։ Եվ լսենք ռեժիսորին։ Սիրով։ Սոնա Շարգերյանը առաջ անգամ ֆիքսել եմ նրա Յորմալայի ելույթի ժամանակ։ Իբրև առաջահայ երգչուհի հաղթեց այդ
մրցույթը, բավականին լուրջ մրցույթ է։ Ես ֆիքսեցի Սոնային այդ ժամանակ, ֆիքսեցի ոչ թե առաջի անգամ տեսա, այլ ֆիքսեցի ինքը մտավ իմ ուշադրության կենտրոնի մեջ եւ ես սկսեցի հետևել նրան, որովհետեւ հաղթել նմանատիպ մրցույթին շատ дժվար ու շատ лурջ բան հաղթանակ է դա։ 11! Потрясающе! Феерическая победа! Мне кажется, это впервые за 3 дня. Դրանից հետո Սոնան ինձ հետաքրքիր էր եւ ես հետևում էի նրան, թե ինտերնետով, թե ինչ որ միջոցառումների ընթացքում, որտեղ երկուսս էլ հրավիրված էինք։ Դե ըստ երևույթի հենց այդ ուշադրությունն էր, որ բերեց նրան, որ ես սկսեցի դիտել Սոնային որպես հերթական ֆիլմի հերոսուհի։ Դուք եք արտահայտված ջահելները։ Սոնա Շահգերդյանը դա երևույթ է իմ համար, որովհետև նա մի հակասությունների սենց մի հատ տարածք է, որ կարող է լինել շատ համեստ եւ համարձակ, նա կարող է լինել շատ ուժեղ եւ թույլ։ Սաղ ոսկորները ջարդած, սիրտ ու թոքը հանած, աչքերի տեղներ զեթուններ, մեկը կանաչ, մեկը սև։ Իր դերը, եթե կարելի այդպես ասել դեր, որովհետև նա խաղում էր իրան, դա դեր չէր, նա ինքն իրան էր խաղում եւ կարևորը Սոնային պահել իր կերպարի շրջանակներում։ Այ ես գարու ֆեդերացիա բարբապարապես։ Հենց ճնես, հա? Հենց ճնես։ Լավ, կատակը կատակ, գործը գործ։ Այսօր բացի ձեզանից մի խումբել ենք լսել։ Սոնայի շուրջը ամեն ինչ ուրախ էր։ Սոնան շփվում էր բոլորի հետ։ Ինքը ընդգրկում է ամեն մեկին այդ տարածքում գտնվողներից, ընդգրկում է ինչ որ բանի իր շփման այդ հարթության մեջ։ Ամեն հարսանիքից հետո իրանց շաբաշի տակից քանդում հանում են։ Նենց որ եթե ուզում եք այս ռեստորանում աշխատեք, ադուշի կնվագեք։ Մանավանդ դու ճլես։ Անձամբ ռեստորանի տերը Հակոբն ա ձեզ լսելու։ Որտեղ Սոնան ինքը այդ տարածքը դարձնում է ինչ որ լուսավոր, էներգիայով լի եւ ես կարծում եմ անշուշտ Սոնա Շահգերդյանը դա երևույթ է։ Շնորհակալ եմ շատ պարոն Բաբախանյանից, շատ սիրում եմ նրան։ Եվ փաստորեն բավականին լավ ստացվեց ձեր աշխատանքը, կարծում դեռ էլի կտեսնենք, հա։ Կան խոսակցություններ։ Չէ, առաջարկներ բնականաբար ունեմ, բայց նենց չի, որ պետքա ամեն առաջարկը ասեմ միանգամից, չէ։ Ինքներդ դու գիտեք, գալիս եմ, չէ, պետքա տեսնեմ, եթե ինձ հարմար է, կարող եմ այդ կերպարում հանդես գալ։ Դա չի նշանակում, որ առաջի ֆիլմում խաղացել եմ, արդեն պետքա բոլոր, չէ, տեղերում ես լինեմ։ Կարծիքներ կա, բնականաբար կլսեմ, խորհուրդներ կհարցնեմ։ Մենք կսպասենք ամեն դեպքում։ Կսպասենք, այո։ Սոնա, ունենք մի քանի րոպե խոսենք Յորմալայի մասին, նորալիք մրցույթի մասին։ Ես հիշում եմ այդ օրերը բոլորս հիացած էինք, հպարտանում էինք։ Դու ինքդ մարդ, որը հաղթեց նման մրցույթ, ինչ ես կարծում, ըստ արժանվույն գնահատվեց քո հաղթանակը։ Այնտեղ, հա, այստեղ ոչ, Արևիկյան, ես չեմ վախենա արտահայտվել, բայց այստեղ այնքանով, որ շատ մարդիկ ինձ էլ ավելի սիրեցին, գնահատեցին որոշ չափով, եւ ովքեր որ ինձ հետ էին, ի սրտե ուրախացել են եւ զանգահարել են նույնիսկ այդ ամեն ինչը ես զգացել եմ ներքուստ, ցույց չեմ տվել շատ բաներ, այնտեղ շատ գնահատեցին ինձ, շատ որի համար ուրախ եմ, հպարտ եմ նույնիսկ այդ բեմում ելույթ ունեցել եմ եւ բոլոր պրոֆեսիոնալ ժյուրի, ես չգիտեմ, պետքա շատ ուժեղ լինես, որ մասնակցես այդ մրցույթին ու նամանավանդ հաղթես եւ ես իմ վրա վստահ եմ եղել, որ շատ մարդիկ ասում էին կարողա չհաղթես, կարողա սենց լինի, ես ոչ մեկին չեմ լսել, ես ամեն դեպքում դա մեր միակ հաղթանակն է, չէ՞։ Միակ, այո, միակ քանի տարիների ընթացքում 10 տարուց ավել է, որ այդպիսի հաղթանակ կարծում եմ չի եղել։ Եղել են մրցանակներ, հանդիսատեսի համակրանք, շատ մրցանակներ եղել են իմ կոլեգաների կողմից, նրանք էլ կարողացել են շատ լավ կատարել։ Բայց առաջին հորիզոնական չի եղել։ Grand Prix ամենամեծ մրցանակը չի եղել երբևիցե։ Եվ այդ մրցույթը իրոք շատ բարդ մրցույթ է, քանի որ երգել եմ 3 օր, 3 տարբեր ոճերում եմ հանդես եկել, 1 օր չի եղել, եւ բացի այդ, որ 10-ից ավել օրեր այնտեղ փորձեր եմ կատարել, չեմ հոգնել, ինձ զրկել եմ շատ բաներից, որ հասնեմ եւ ցանկություն ունեցել եմ մասնակցել այդպիսի մարդկանց դիմաց կանգնել երգել,
դա շատ բարդ էր իրականում, բայց այստեղ սպասել եմ շատ բաների, որ չեղավ, հա։ Դե թեթև եմ նայում ամեն ինչին, տենց կարծում եմ, որ էլ ավելի ինչ շատ կգնահատեն, կսիրեն, այսինքն որովհետև մարդիկ կան, որ մասնակցում են մրցույթների կամ միգուցե այդպիսի մեծ լայնածավալ միջոցառումների եւ այստեղ իրանց շատ լավ դիմավորում են եւ նայում են։ Ցավոք սրտի ես իմ սիրող մարդիկ են եկել ինձ մոտ դիմավորելուց, իմ ընտանիքը, իմ մայրիկը, ամեն ինչ չի եղել։ Ավելի շատ ընտանեկան մտերմական շրջանակով։ Ովքեր որ իրոք հպարտ են եղել հաջողությունների համար, ուրախ են եղել, իմ կողքին են եղել։ Սոնա ես կարծում եմ պարզապես PR ասվածի պակասն է եղել։ Միգուցե PR այս դարում դա շատ կարևոր է, հա։ Դե ճիշտ եք ասում, ես PR-ներ չեմ սիրում անել քսինց, եթե մի բան լինում է, ուղղակի լինում է։ Ես PR-ներ չեմ սիրում։ Այսինքն մեկ ուրիշը աղմուկ կբարձրացներ, կկազմակերպեին հանդիպում։ Եթե չհաղթեն, միգուցե մեծ աղմուկը շատ բարձրացվեր եւ դա բնական է։ Եվ այստեղ ինձ այնտեղ միգուցե ուրիշ այլ լիներ եւ այստեղ տարբերվեր եւ այնտեղի կազմակերպիչները ասացին, որ դու ասենք թե մասնակցել ես այսպիսի մրցույթին, քեզ ինչ տվեց կամ ինչ արեցին քեզ համար, դե ինչ շատ բան տվեց, շատ այնտեղ հետ կապված։ Ասեցին ոչ մի բան, նրանք իմացան պետքա տային ինձ, չեմ վախենա շեշտել, ավտոմեքենաներ, տներ, ասեցի չէ, ես դրա կարիքը չունեմ, ես ինքս ինձանով եմ ամեն ինչ անում եւ իմ աշխատասիրությամբ ես չեմ էլ չէի մտածել այդ ուղղությամբ, բայց եթե լիներ վատ չէր լինի ամեն դեպքում ասեմ, ես այնպիսին եմ, ինչպիսին եղել եմ ու կամ ու կմնամ, չեմ փոխվի ընդհանրապես։ Ես ինչքան հասկացա, Սոնա Շահագելցյանը շատ փիլիսոփայորեն է վերաբերվում դժվարություններին, ձախողումներին, երբեմն անտեսումներին։ Իսկ հաղթանակին, հաջողությանը ինչպես է վերաբերվում։ Շատ լավ եմ։ Եթե լինում է առողջ հաղթանակ, առողջ քննադատություններն եմ ես լավ նայում։ Եվ եթե դու քեզանով ես հաղթում, քո կողքին ոչ մեկ չի լինում, իմ կողքին միայն եղել է մայրը, իմ ընտանիքը եւ ովքեր որ եղել են, շնորհակալ եմ։ Այսինքն ես մայրիկիս հետ եմ մեկնել այդ մրցույթին եւ մայրիկիս հետ էլ վերադարձել եմ։ Դրանից լավ բան ինձ համար երբևէ կարծում եմ չի լինի եւ չի եղել, իսկ հաղթանակներին շատ լավ եմ վերաբերվում։ Ես յուրաքանչյուրի հաղթանակով եմ ուրախանում։ Գլխապտույտ չեք ունենում։ Գլխապտույտ մեկ ունենում։ Խառնվել, շփոթվել։ Չէ, հուզմունքը լինում է, Արևիկ ջան, մեծ պատասխանատվությունը իհարկե լինում է։ Ինձ մի հատ խաչ էին նվիրել, ես ընդհանրապես խաչակնքվում եմ կամ տենց դուրս եմ գալիս նոր բեմ, այդ խաչը ջարդվեց իմ ձեռքում հետ։ Ես այդպիսի բաներ չի ասում։ Դա հուզմունքից է եղել։ Հուզմունքից երևի մարդկա ասում է այնպիսին երևի ձայնը տա ինչ որ հզոր եղել կամ էներգիան շատ եղել, ջարդվեց, բայց դա էլ չխանգարեց, որովհետև ես հավատքով լի անձնավորություն եմ եւ խաչակնքվեցի եւ երգեցի։ Նույնիսկ մի քիչ վատ առողջ էի, բայց կարողացա երգել։ Կարծում եմ երգչուհին պետք է յուրաքանչյուր բեմում իրան կարողանա պահել, ինչքան է հուզված լինի, կապ չունի։ Միկրոֆոնն է փչացել կամ չի փչացել կամ դու վատ ես, դա հանդիսատեսին չի հետաքրքրում, նավանավատ մրցույթի մասնակիցներին, ժյուրիներին։ Մոտակա ժամանակներում ինչ սպասենք Սոնա Շահագելցյանից։ Նոր տեսալովակ, կոչվում է ընտանիք, այդ թեմայով տեսալովակ չի եղել եւ երգնել է շատ լավ, ինքը ավելի 6-8, այո, ժանրային 6-8 է ռիթմը, բայց ինչ չի խանգարել, որ երգեմ նաև այդ ոճի, ինքը չափ է եւ կարողանաս ճիշտ մատուցել 6-8-ը։ 6-8-ը վատ բան չի ամեն դեպքում, կարողանաս ճիշտ երգել, ճիշտ մատուցել, ճաշակով անել, դա կլինի այդ տեսալովակը, կոչվում է ընտանիք, շատ լավ թեմա։ Էլի կա ինչ-որ բան։ Կան շատ պլաններ ունեմ դրսի հետ կապված համերգներ, այստեղ եմ շատ երգում, նույնիսկ չեմ հասցնում շատ բաներ անել, բայց կարողանում եմ սրտով եւ հոգով եմ անում անկեղծ, ակտիվ գործունեություն եմ ունենում, նոր երգեր, նոր առաջարկներ, տարբեր բաներ իմ բնագավառի հետ կապված։ Աշխատում եմ, միշտ սիրում եմ աշխատել։ Կարելի էր այնքան երկար խոսել եւ խոսել, որովհետեւ դու քայլող տոն ես։ Դուք էլ Եվ մենք երևի 30 րոպե ժպտում ենք։ Այո, ինչ որ անդադ։ Ես էլ եմ ժպտում։ Բայց պետք է մի քիչ մտածել դեմքի մասին, դրա համար ավելի փակ ենք հաղորդումը, հա։ Շատ շնորհակալություն Սոնա։ Ձեզ եմ շատ շնորհակալ, շատ ուրախ եմ, որ այսօր եկա այստեղ հյուր։ Ձեզ շատ սիրում եմ, դիտում եմ ձեր հաղորդումը, ձեզ ցանկանում եմ ամենալավն ու բարին։ Ձեզ էլ ընտանեկան անամպ կյանք։ Շնորհակալ եմ նաև քեզ։ Քեզ
Սիրելի հեռուստադիտողներ, մեր ժամանակը սպառվեց, մեր տաղավարում էր այսօր անզուգական Սոնա Շահգերդյանը, կհանդիպենք։